Այսօր մենք զրուցելու ենք ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Նելի Դավթյանի հետ։ Այս պայն ես կընթերցեմ մեզ եւ նաեւ ձեզ ուղղված հարցերը, որոնք եւ ուղարկում են քաղաքացիների կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ համոզված եմ նաեւ ՆԳՆ միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը։ Առհասարակ ինչ ընթացակարգով է իրականացվում քաղաքացիների հաշվառումը։ Մենք ունենք փաստացի բնակության հիմքով անձին հաշվառելու հնարավորություն եւ ունենք սեփականատիրոջ թույլտվությամբ սա անպայմանական անվանում ենք մշտական հաշվառում։ Խոսքը հետեւյալի մասին է, եթե ես չունեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող բնակելի տարածք կամ չկա որևէ անձ, ով հանդիսանում է որևէ բնակելի տարածքի սեփականատեր եւ կտա իր գրավոր համաձայնությունը իր հասցեով մշտապես հաշվառվելու համար, ապա ես հաշվառում ձեռք բերելու համար պետք է լիազոր մարմնին, այսինքն տարածքային անձնագրային ծառայությանը դեկլարատիվ բնույթի դիմում տամ, թե որտեղ են բնակվում։ Համայնքային ոստիկանության ռեսուրսով փաստացի բնակության փաստը հաստատվում է կամ չի հաստատվում, դրա հիման վրա հաշվառումը կատարվում է կամ չի կատարվում։ Ես նշեմ, որ բնակելի տարածքի սեփականատերը ընդ որում, եթե սեփականատերերը մեկից ավելի են, ապա նրանցից յուրաքանչյուր ոք կարող է մեկ դիմումով դուրս գրել հաշվառումից տվյալ տարածքում հաշվառված անձին։ Ընդ որում, եթե սեփականատերը դիմում է, որ երբևէ որևէ հաշվառում իրեն պատկանող տարածքում չկատարվի, մենք պահպանում ենք բնականաբար այդ ցանկությունը հետևյալ տարբերակով։ Եթե լինում է տվյալ հասցեի վրա հաշվառման դիմում, փաստացի հիմունքներով, իհարկե ոստիկանության կողմից հաստատումից հետո, մենք արձանագրում ենք քաղաքը, համայնքը կամ վարչական տարածքը, փողոցը, շենքը, եթե դա բազման բնակարան համալիր է, ապա շենքի համարով ավարտվում է հաշվառումը։ Այսինքն բնակարանը չենք նշում, սեփականատիրոջ դիմումը պահպանվում է, բայց անձնել ունենում է զուգահեռաբար հաշվառում եւ պետությունը որպես հավելյալ տեղեկություն ունենում է ինֆորմացիա, թե մոտավորապես որտեղ է բնակվում տվյալ անձը։ Բայց հաշվառման երկրորդ կատեգորիան հետեւյալն է. եթե սեփականատերը կամ եթե դրանք մեկից ավելին են, ապա բոլոր սեփականատերերը առանձին համաձայնություն են տալիս այս կամ այն անձին իրենց հասցեով հաշվառելու համար, ապա ոստիկանությունը փաստացի բնակությունը չի ստուգում, դա տվյալ պարագայում կարևոր չէ, հաշվառումը տեղի ունենում ավելի արագ։ Կարող է լինել նման իրավիճակ, որ քաղաքացու բնակարանում հաշվառված լինի իրեն անծանոթ անձ։ Նման իրավիճակ հնարավոր է հետևյալ սցենարում, եթե բնակարանը ձեռք է բերվել եւ չի ստուգվել, թե ով կա հաշվառված այդ բնակարանում։ Եվ այդ ստուգումը կարող է լինել տասնյակ տարիներ անց, երբևէ նոր սեփականատիրոջ մտքով չանցնի հետաքրքրվելու, թե ով կա հաշվառված։ Իսկ նախկին սեփականատերերը կամ փաստացի բնակության հիմունքով հաշվառվածները կարող են պահպանել իրենց հաշվառումը երկար տարիներ։ Եթե ինչ-որ պահի բացահայտում է, ուրեմն անձը, որ իր հասցեում կան անծանոթ անձինք, պետք է դիմում ներկայացնի շտկելու իրավիճակը, բայց այլ սցենարով դա հնարավոր չէ։ Այսինքն իմն է բնակարանը, չեմ տվել վարձակալությամբ, բայց մեկ էլ բացահայտում եմ, որ 3 ինչ-որ հաշվառում է տեղ ունեցել։ Սա բացառվում է եւ այստեղ էլ պետք է շեշտադրենք, որ բոլոր են հայտարարությունները, որ կարելի է հատկապես նախընտրական փուլում սոցիալական մեդիայում հանդիպել, որ ինչպես է ստացվում, որ իմ տան վրա ես բացահայտեցի դիցուկ 12 անձի հաշվառում, այստեղ պետք է ուղղակիորեն ֆիքսել, որ դրանք հին հաշվառումներ են։ Վերջին շրջանում, երբ որ անձը տիրապետում է իր գույքին եւ տեղյակ է, որ որևէ հաշվառում պետք է չլիներ, բարձով չի տվել բնակարանը, որևէ այլ անձ չի բնակվել այդտեղ, չէր կարող ոստիկանությունը արձանագրել երրորդ անձի բնակություն, հաշվառում հնարավոր չի, որ իրականացված լինի։ Ես նաեւ հուշեմ մեր քաղաքացիներին, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում Elections.am հարթակում տարին 2 անգամ թարմացված հրապարակվում է ընտրողների ռեգիստրը։ Հունիսի 1-ի դրությամբ եւ նոյեմբերի 1-ի դրությամբ, այսինքն վերջին տվյալները, որ հիմա հասանելի են նոյեմբերին են, եւ յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր պահի հնարավորություն ունի այդ ստուգումը կատարելու անպայման չէ մոտենալ անձահաստատող փաստաթղթով ներկայանալ ուրեմն անձնագրային ծառայություն եւ այդ ինֆորմացիան ամբողջ տարին հասանելի է ցանկացած պահի այդ ստուգումը կարելի է իրականացնել ավելին նախնական ցուցակները հրապարակել որը նախատեսված է քվեարկության օրվան նախորդող 41-րդ օրը դա է իմաստն այն է որ անձինք նախապես ստուգեն արդյոք անճշտություններ կան իրենց վերաբերելի տվյալների մեջ ընտրողների ցուցակում թե ոչ այլապես մենք պարզապես կշրջանցեինք այս կտորը դա նախատեսված չէր լինի որպես առանձին կարգավորում եւ միանգամից վերջնական ցուցակների տրամաբանությամբ կկազմակերպվեին ընտրությունները սխալ է այն մտայնությունը որ նախնական ցուցակներում մարդիկ հայտնաբերում են անճշտություններ եւ թմբկահարում են այս անճշտությունը որպես բացառիկ երևույթ որը պետք է չլիներ նախնական ցուցակը հրապարակել
հրապարակելու իմաստը անճշտությունները վերացնելն է, իսկ այդ անճշտությունները չէին կարող չլինել բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։ Օրինակ, անձի մահը արձանագրվել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ ուղղակիորեն ոլորտի լիազոր մարմինը չի ստացել այդ մասին տեղեկատվություն։ Հարազատներից, ընտանիքի անդամներից եւ այլն։ Ընդ որում տվյալ պարագայում ոլորտի լիազոր մարմինը քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը, որտեղից մեզ պետք է գա այդ ինֆորմացիան եւ բնակչության պետական ռեգիստրում արտացոլվի։ Չի եկել, չի արտացոլվել, անձը մնացել է ընտրական ռեգիստրում։ Որևէ կերպ մենք որ չէինք կարող նրան հանած լինել։ Այդ պատճառով էլ նախնական ցուցակները հրապարակում ենք, որ նմանօրինակ իրավիճակները շտկենք։ Չնայած այս մտայնությունն էլ ես առիթից օգտվեմ եւ ցրեմ, որ եթե նույնիսկ մնում է անձը ցուցակում, միևնույնն է, սա ոչ մի բանի մասին է, այսինքն ընտրացուցակում անճշտություն հայտնաբերելը ընտրակեղծիքի մասին չէ։ Ընդ որում անճշտությունների թեմայով պետք է նշեմ, որ եթե երրորդ անձ է ահազանգում անճշտության վերաբերյալ, որը անմիջականորեն եւ ուղղակիորեն իրեն չի վերաբերում, միևնույնն է, այդ դիմումը ընդհանրակավորվում է եւ մեծ եկած ահազանգը մենք ստուգում ենք, եթե իսկապես կա անճշտություն, ապա այն վերածվում է երրորդ անձի հաղորդման հիման վրա։